որ տղաները զոհվել են եւ հիմա կարևոր է մենք դրանից հետո ոնց ենք ապրելու, ինչ ենք անելու։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Առավոտյան նաեւ հրավիրում էին մի շարք ծնողներ, ովքեր այնտեղ էին, որպեսզի թույլ չտան այս իշխանության ներկայացուցիչները, որովհետեւ այնտեղ էր Նիկոլ Փաշինյանը, Արեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը, փոխեցին իրենց զավակների շիրիմները։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում այս իշխանությունը չի կարող խոսի խոնարհման մասին մեր երկրի անվտանգության եւ բարեկեցության, բարօրության համար կյանքը նահատակած մեր զինագիծ ընկերների համար ընդհանրապես իրավունք չունի խոսելու եւ դա ակնհայտ է։ Սկսած դուք եթե կհիշեք ոչ անցած տարի, ոչ նախանցյալ տարի, նրանք տարիներ շարունակ ներկայ չէին գտնվում ոչ սեպտեմբերի 27-ին, ոչ ջերմուկի դեպքերից հետո, ոչ Արցախի համար պայքարում զոհված հենց Արցախի մեր մարտիկների ոչ մեկի ժամանակ մի քանի տարի շարունակ իրենք վախվորած տեղերը մտած ոչ մի բան չէին անում, այսինքն հստակ ծրագրով չէին անում, այն ծրագիրը, որը իրենց թուրք-ադրբեջանական եղբայրները որտեղ ուղում են, այնտեղ էլ իրենք քայլում են։ Առավել եւս խայտառակ կարծում եմ ոչ մեկ չի մոռացել եւ չի կարող հայ երբեւե մոռանա, ինչպես զոհված մեր երիտասարդների, այո, մեր զինակից ընկերների, ծնողներին, քույրերին, մայրերին ոստիկանական ուժերով քաշքշում եւ խայտառակ այդ օրը դրանից հետո իրենց որևիցե մի հիշատակում, մի ինչ-որ սահմանած օր, դա կլինի տարբեր վերլուծություններով, որ ասում են Հայաստանի հետ կապ չունի, այ ժողովրդի հետ կապ չունի, ասենց ընդհանրապես կապ չունի ժողովուրդ։ Այս մարդիկ հստակ է իրենց որևիցե գործունեություն, որևիցե քայլեր չի բխում հայ ժողովրդի, հայ ազգի, Հայաստանի Հանրապետության շահից։ Դա հստակ է, դա արդեն տարիներ շարունակ է։ Խնդիրը նա է, որ մենք իրենք մի բան անում են, մենք դրա մասին խոսում ենք, քննարկում ենք, խոսում եւ ոչինչ փաստացի չենք անում, որպեսզի նրանք չլինեն։ Խնդիրը հենց դա է։ Առավել եւս քաղաքական գործիչների խնդիրը ոչ թե վերլուծել է անընդհատ, վերլուծել, որովհետեւ օրակարգը տրվում է իշխանության կողմից։ Եվ դա ակնհայտ է, եւ դա միշտ է եղել բոլոր ժամանակներում, բայց օրակարգ միթե ընդդիմադիր կողմը չի կարողանում ձևավորի։ Միթե մենք հավաքական ժողովուրդս ընդդիմադիր գաղափարներով, այսինքն ընդդիմադիրն էլ է սխալ, մենք ինչին ենք ընդդիմանում, մենք պայքարում ենք մեր լինելույթության համար, մենք չենք ընդդիմանում որևիցե մեկին, եթե ենթադրենք ինքը նույնիսկ սխալ որոշում է կայացնում, չէ, սխալ որոշումը մի բան է, պետականակործան որոշումը, ազգակործան որոշումը, դա լրիվ ուրիշ բան է, պատերազմը ժողովրդի դեմ, դա լրիվ ուրիշ բան է, դա սխալ որոշման հետ ընդհանրապես կապ չունի։ Այս մարդիկ մեր հետ կապ չունեն, իսկ մենք իրենց օրակարգը անընդհատ քննարկում ենք, փաստացի նրանք շարունակում են մնալ իշխանության, իսկ մենք քննարկում ու այդպես շարունակ։ Դրա համար իմ խորին համոզմամբ քաղաքական գործիչները պետք է արդեն բավականին ուշացած ենք, բայց ի վերջո ավելի լավ է ուշ, քան երբեք։ Պետք է սրանց վերջը դնել, սրանց պետք է հեռացնել։ Այս հանդեպքում նորից գալով օրվա այս որոշմանը ինչով է պայմանավորված ստվերելու մեր հաղթանակած բանակի օրը, ստվերելու այն իրականությունը, որ մենք ունեցել ենք եւ ինչպես իրենք նստեցին այդ ամենը։ Սիրելի իմ հայ ժողովուրդ, ախր հաղթանակներին ատելությամբ լցված իշխանությունը ինքը սրա մասին 1000 անգամ Նիկոլը խոսել է ու չի թաքցրել իր ատելությունը մեր հաղթանակների, մեր հաղթանակած բանակի, մեր ազատագրական շարժման, մեր արցախյան ազատագրական շարժման, որի հիման եւ որը պատճառ հանդիսացավ, որը հիմք հանդիսացավ մեր անկախության հռչակագրի, մեր անկախության ի վերջո Հայաստանի Հանրապետության լինելիության,
մեր պատվի ու երանելի օրերի, որ մենք այս տարածաշրջանում արդեն ուժ ենք ներկայացնում մեզանից, մեզ հետ հաշվի էին նստում, ինքը այս ատելությունը եւ իր այս խմբակը, այս թիմը, այս ատելության մասին վաղուց են խոսում եւ ինչ-որ նորություն չի, բնականաբար իրենք բանակի տոն էին նշում, 22 թվից սկսած 30-ամյակը բանակի տոն էին նշում, ես ու պատահական չէր, երբ որ 22-ամյակին 22 թվին բանակի 30-ամյակին դրոշով գնացի հանրապետության հրապարակ, բոլորդ հիշում եք եւ դրա մասին խոսում էի, որ բոլորին ձեռնտու է, որ եւ իշխանությանը եւ մեր թշնամիներին, որ Հայաստանի Հանրապետության հրապարակում չհնչի, չբարձրացվի Հայաստանի Հանրապետության դրոշը, չխոսվի մեր բանակի մասին եւ հաղթանակած բանակի մասին, այլ բոլորը ինչ-որ սենյակներում, ինչ-որ անկյուններում, ինչ-որ տեղերում, ինչ-որ գործողություններ անեն, բոլորին դա ձեռնտու է, բայց ոչ մեզ, որովհետեւ հայ ժողովուրդը իր բանակի տոնը նշում էր եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական հրապարակում, այնց որ իրենց այս քայլերը բնականաբար իրենք ստվերում են, բնականաբար իրենք դրանով ամեն ինչ անում են, որպեսզի մենք մոռանանք մեր հաղթանակները եւ նայեք, նույնիսկ sense մի կարևոր բան, անկախ նրանից երկրի ղեկավարները ովքեր էին, լավն էին, վատն էին, բայց երկրի ղեկավարի պարտականությունը իր ժողովրդին ոգեկոչի, ոգեպնդի, ոգեշնչի, հասկանում եք, իսկ երբ որ թշնամին խոսում էր, որ կհարձակվեմ, կվերցնեմ, սա կանեմ, նա կանեմ, մեր կողմից հնչում էր փորձես, կկորցնես, կփորձես, ավելին կկորցնես, անկախ նրանից հասարակությունը տեսնում էր այնտեղ ինչա կատարվում, լավ է կատարվում, վատ է լինում, մարդիկ կոռուպցիա կա, չկա, զինվորը ելակա ուտում, թե չի ուտում, բայց ամեն դեպքում ոգի կար, ժողովուրդը ձիգ էր, վստահ էին ու համարձակ էին հայտարարությունների մեջ, նույն ժողովուրդը ամուր էր, նա չէր վախենում պատերազմից, ոչ մի բանականություն ունեցող մարդ պատերազմի չի ցանկանում, պատերազմը ամենամեծ արհավիրքն է, բայց համարձակ էին, ամուր էին, թշնամին այդ ժամանակ արդեն մտածում էր հարձակվեր թե չէ, իսկ երբ որ քո երկրի ղեկավարը անընդհատ քեզ սպառնում է, ասում է նայեք, եթե հանկարծ չզիջենք, պատերազմ է լինելու, եթե հանկարծ նայեք չզիջենք, տարածքներ են կորցնելու, չզիջենք, չգնանք այս զիջողության զոհեր ենք ունենալու, վախվորում է ժողովուրդը, ժողովուրդը սկսում է թուլանալ, ժողովուրդը սկսում է տրվել, իսկ այդ ձեռագիրը այսօրվա իշխանությանն է, այն իշխանությունը, այն երկրի ղեկավարությունը, ովքեր իրենց ժողովրդին միայն ու միայն ահուսարսափ են տարածում եւ թշնամու առաջ խոնարհվել, ինչպես եւ չմոռանանք օրեր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ ներկայացնողը ոնց էր շնորհակալություններ հայտնում եւ դա դիվանագիտություն է համարվում։ Ախր հասկանում եք մենք բոլոր առումներով խայտարակ վիճակում ենք, իսկ հայը դեռ կա եւ հայ լինելու է։ Եկեղեցու դեմ արշավագրեր եք իրականացնում են, վերջերս տեսակ կիրակի օրը ինչպես էին սպառնում ըստեյության մեր հոգևորականներին, այս ամեն ինչը փաստացի Նիկոլ Փաշինյանը որտեղ որ գնում է, ինքը փոխում է եկեղեցիները, այդ կերպ կարող ենք ասել նաև հասցրել դրա սփակմանը, հոգևորականներին հասկանում եք, սպառնան, որ շատ կարճ ուղղակի տեղի խոսքը։ Որտեղ ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, պատարագում պիտի անենք, ինչ պիտի լինենք, հոգևորականներին ոչ մի բանից դերակ չեմ, եկել իմ պատարագի իրականում, ինչպես որ բնականon ուժացում է եղել։ Արդյոք փորձելու են ուժով խոչընդոտել, գուցե ձեզ։ Դե դուք եք տեսնում, որ դուրսը ինչքան ուժայիններ կան, բնականաբար այդպես լինի։ Ուժայիններ
տների տանել, այսպես քահանաների սպառնալ, ընտանիքի անդամների սպառնալ եւ պղծել ըստ էության մեր եկեղեցիները, կողպեք են ուզում կոտրել, էս անեն, խնդրեմ ինչի դրսևորում է սա։ Նայեք, Տեր Հայկին ես անձամբ ճանաչում եմ եւ ինքը շատ բարեպաշտ եւ շատ հիասքանչ մարդ է եւ շատ լավ հոգեվորական։ Մենք նույնիսկ միասին առիթ ունեցանք դրանից մեկ շաբաթ առաջ նորից ունենալու հենց Թալինում հանդիպում քաղաքապետի եւ մնացածի հետ։ Գիտեք, երբ որ երեք ես տեղեկացա, որ դատական նիստում Մկրտիչ Սրբազանի դատի ժամանակ այդ երկու հոգեվորականները, նախկին հոգեվորականները, որոնցից մեկը այս անգամ նույնպես պատարակ էր մատուցում հենց Թալինի եկեղեցում եւ մեկ շաբաթ առաջ ես ինքս եմ իրեն տեսել, որ ինքը այնտեղ էր։ Իրենք խոսում են, որ իրենց խոչընդոտում են, խանգարում են իրենց մուտքը եկեղեցի եւ այլ, որը իրականում, գիտեք, այդ աստիճան սանձարձակ պահել ու որը իրականության հետ ոչ մի աղերս չունի, որտեվ ինքս եմ ես տեսել, ոնց իրենք ներսում էին եւ մենք Տեր Հայկի հետ մտանք ներս։ Ես ինքս եմ տեսել, իմ աչքերով եմ տեսել այդ ամենը եւ տեսել եմ ոնց են նրանք են ավելի հանգիստ մուտք ու ելք ունենում, քան թե մեր հոգեվոր դասը։ Այսինքն այն հոգեվոր դասը, ովքեր իրապես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կանոնակարգը պահելով եւ մեր հավատավոր ժողովրդին շարունակելով նույն կերպ, ինչպես մեր հոգեվոր հայրերը մեզ ավանդել են, նույն կերպ շարունակում են պատարակ մատուցելը եւ կարգերը պահելը, խանգարում են եւ խոչընդոտում են այս մարդկանց, այլ ոչ թե խոչընդոտում են նրանց, իսկ նրանք դատարաններում եւ տարբեր տեղերում խոսում են նայելով աչքերի մեջ ու կեղծելով այդ ամենը։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մենք ոչ թե մարդու դեմ ենք պայքարում, ժողովուրդ, մենք պայքարում ենք չարի դեմ։ Եվ եկեղեցին դարձնելով թիրախ, սա վերջին մեր հենասյունն է, հա, մեր հավատի, մեր լինելիության, մեր ազգի վերջի հենասյունն է, ու մենք հասկանում ենք, սա վերջնական հարվածն է։ Ես շատ անգամ եմ ասել դա եւ նորից եմ կրկնում, մի մոռացեք 18 թվականին երկու հարված եղավ, մեկը եկեղեցուն, մյուսը բանակին։ Բանակը ցավոք կարողացան իրանք թիրախավորել անձերով եւ հարվածել ամբողջ համակարգին, ամբողջ գերատեսչությանը եւ ամբողջ ինստիտուտին, նույն կերպ հիմա թիրախավորում են անձերով վեհապարին, տարբեր սրբազաններին, տարբեր հոգեվորականներին, նպատակը մեկն է՝ հարվածել ամբողջ եկեղեցուն եւ եկեղեցին դարձնել նույն կերպ խոնարհվող կամակատար թշնամու առաջ։ Եվ մի մոռացեք, ոնց որ Նիկոլը խոսում էր ոչ թե հայ ժողովրդի պատմության, այլ Հայաստանի պատմության, ինքը չի բացառվում եւ մի օր ոչ թե ամենայն հայոց կաթողիկոսի մասին խոսի, այլ խոսի Հայաստանի կաթողիկոսի մասին։ Գիտեք, հարկավոր է հասկանալ, որ սրանց դեմ, բոլորի դեմ, մենք մեր ժողովրդի դեմ պայքար չունենք, նույնիսկ մոլորվածների, բայց մենք ունենք համար կանգնելու, ամուր կանգնելու, անսասան կանգնելու մեր համոզմունքների, մեր եկեղեցու, մեր սրբավայրերի եւ մեր ընկերների կողքին։ Հոգեվորականները այո իրենց գործը անում են, բա մենք երբ ենք համախմբվելու եւ կանգնելու իրենց կողքին ոչ թե կռվելու համար իրենց դեմ, այլ մեր համառության, մեր ամրության, մեր անսասանության իրենց կողքին լինելու, ասելու մի պղծեք, մի մտեք։ Մտնում եք ապաշխարելու, խնդրեմ, եթե մտնում եք պղծելու, հեռացեք։ Հասկանում եք, եթե անխոչնդոտ իրենք իսկ ոստիկանության մասին, երբ որ խոսում են ոստիկանական ուժերը, այո, Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ եղել են միլիցեքը։ Ոստիկան ենք մենք ասում, միլիցեքը միշտ էլ եղել են։ Ու երբ որ միլիցեքը տեսել են կա
իրենց դեմ հակազդեցություն, հակահարված, կանգնած են ամուր ու չեն փախնում իրանցից, վերջը իրանք էին ասում ժողովուրդ ջան, հոп, լավ, չունենք կռիվ անելու։ Ժողովուրդ, ովքեր եք մեծացել եք բակային կյանքով, քուչով, փողոցով, են որ հիմա քաղաքական լեզվով ասում են փողոցի վրա, գետնի վրա, այդ գետնի վրա մենակ խոսում եք, գետնի վրա պետք է մեծացած լինեք, գետնի վրա պետք է քայլած լինեք, գետնի վրա պետք է արած լինեք։ Անենց որ գետնի վրա ժողովուրդ, երբ որ ամուր կանգնում ես ու կանգնում ես քո նույն սկզբունքներին, կանգնում ես աննահանջ, հավատացեք, իրենք չարով են առաջնորդվում, իսկ չարը անընդհատ պարտվել է, պարտվում է ու խուսափում է, ու վախենում է, ու փախնում է։ Եվ միլիոնների հասնող պարգևավճարներ ու սրան զուգահեռ սովին մատնված մեր հայրենակիցները, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, թոշակառուն ինչ պիտի անեն 10,000 դրամը չիմանա ոնց ծախսի, բայց արևտես իրենք կիմանան ամիսը 1.5 միլիոն պարգևավճար իրեն դուրս բերելով ինչ կանեն։ Աննա Վարդապետյանը դա գլխավոր դատախազ է, իրեն 1 միլիոն եւ ավել պարգևավճար է դուրս գրել, դատախազությունը չի հերքում, խնդրեմ։ Նորից եմ կրկնում, օրակարգը, որը թելադրում է այս իշխանությունը, անընդհատ խճճվելով, խոսելով այս ամենի մասին, մենք ոչինչ չենք կարող անել եւ փոխել։ Մեզ պետք է ով հասկացել է, ով չի հասկանում, պետք է գործի ընթացքում տեսնի։ Գիտեք, երբ որ հայը մի տեսակ էր, ով որ չէր կարող մեծին չհարգել ու չսիրել։ Հայը չի կարող իր տան մեծին չսիրի։ Հայը չի կարող թոշակառուին մեծին անտեսի, փոքրին, մանուկին անտեսի, իսկ ինքը իրեն ավելի լավ վերաբերվի։ Ես չեմ ուզում խոսեմ այդ պարգևավճարների կոնկրետ բուն պրոցեսի մասին, որովհետև բացահայտ է, բա իրանք եկել են իշխանության ինչի համար։ Ինչ են իրանք անում։ Ինչ մի հատ օրենք են իրանք մշակել կամ ինչ դիրքորոշում են հայտնել կամ որտեղ են իրանք ամուր պահել բարձրացնելով Հայաստանի Հանրապետության պատիվը կամ ինչ որևիցե մի քայլ են արել, որը ամրացրել է եւ ավելի շենացրել, մեծացրել Հայաստանի Հանրապետության հնարավորությունները կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին երբ են իրենք պահել, ինչ են արել, բսկտված հայրենիք հիմա ունենք, կորցրած Արցախ ունենք, Հայաստանի սուվերեն սահմաններին, բարձունքներին դիրքավորված ադրբեջանական զորքեր ունենք, սուվերեն տարածքում ադրբեջանական զորքեր ունենք, անկլավ են ասում, էս են ասում, են ասում, եւ շարունակաբար հոխորտացող թշնամի ունենք, ով խոսում է արևմտյան Երևանի եւ արևմտյան Հայաստանի մասին, իրենց 350 եւ հետո ավելի հազարավոր ժողովրդերի վերաբնակեցման մասին, իսկ նույն ժամանակ Արցախը հայաթափեցին, ցեղասպանեցին, իսկ ամբողջ աշխարհը խոսում էր տեղահանման մասին, 1915 թվի մասին էին խոսում տեղահանման, հիմա էլ են խոսում տեղահանման, տեղահանում թե ցեղասպանություն, տեղահանում թե հայաթափում, իրենց բնորանից, հասկանում եք, աշխարհը լուռ է, սրանք գործում են ոնց ուզում են մեր թշնամիները, իսկ երկրի ղեկին հայտնվածները, ինչպես եւ 18 թվականին Նիկոլը երբ որ գնաց Մոսկվա, ասաց «Я очень рад, что тут появился»։ Այ հայտնվածները շարունակում են կործանել, այնց որ բնականաբար, երբ որ իրենք իշխանության են, իրենք նայում են իրենց մասին, դա հայ է չի, հայ տեսակը չի, հայ մարդը չի կարող մեծին անտեսի ասի քեզ ինչ տա, այ մեծ թոշակը պետք ավելացնել, անկախ նրանից դա կոնտենտից դուրս շատերը խոսում են, որ դա կոնտենտից դուրս էր գաղափար, ինչ գաղափար։ Գաղափարի մասին կարելի է խոսել ու կարելի է խոսել, որ ինչ որ մի բան կոնտենտից դուրս է խոսվում եւ քննարկում ընդդիմադիր կողմից, ենթադրենք, եթե ընդհանուր առմամբ Հայաստանը զարգանում է, ծաղկում է, ամրանում է, իսկ Հայաստանը ծնկի իջնելով, ոչնչանալով, կործանվելով
Ինչի մասին եք խոսում։ Բնականաբար նրանք իրենց համար են անում։ Պետք է հասկանալ, որ սրանց շարունակությունը Հայաստանի վերջնագիրն է։ Պետք է հասկանալ, որ պետք չի սпасել որևիցե փրկիչների կամ փրկիչ չկա, փրկիչը մենակ Տեր Քրիստոսն է, իսկ մեզ Տերը տվել է երկիր, պետություն, ասել է Տեր կանգնեք, ուրեմն կամ պետք է Տեր կանգնենք, կամ խոնարհվենք։ Ես չեմ խոնարհվելու։ Կհիշեք Նիկոլը ազգային ժողովում հերթականի ելույթներից մեկի ժամանակ հիմնավոր ձևով խոսում էր, ես սա եմ ասում, ասում եմ, ով համաձայն չի, թող հեղափոխություն անի, հիշում եք։ Ով համաձայն չի, թող ասի ես համաձայն չեմ։ Արտահայտեք ձեր ձայնը, բարձրացրեք ձեր ձայնը, արտահայտեք ձեր կարծիքը, համաձայն եք այն ինչի հետ որ տեղի է ունենում, ինչ տեղի է ունենում ես հետ, այս ամենի հետ համաձայն եք, ոչ, ուրեմն ասեք համաձայն չեմ, Նիկոլ, համաձայն չեմ, Նիկոլ, համաձայն չեմ, Նիկոլ, ու կտեսնեք ոնց եք արթնանում ժողովուրդ։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ։